Բարև ձեզ, լավ եք եղբայր։ Կարելի է ձեզ նվիրել սրանից։ Հա, ես ստե հարմար է։ Լավ է։ Բարև, լավ ես։ Հա, երեք 4 ժամ ենք կանգնել նույն տեղում։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Նվիրեմ ձեզ սրանից նա։ Լավ է։ Լավ օր ձեզ։ Բարև եղբայր։ Լավ, շնորհակալ եմ։ Մերսի։ Իմ ձեռով կարելի է փակցնել։ Լավ եղեք։ Մերսի։ Ահա, տես։ Բարև ձեզ։ Լավ եք եղբայր։ Նվիրեմ ձեզ նա։ Պարտեզը սրբություն։ Այո։ Շփվեցիք մարկանց հետ, պարոն Միրզյան։ Պարոն Եղան, ինձ հետաքրքիր էր, ինձ անընդհատ ուզում էի քաղաքացիներից ներողություն խնդրեի եւ մոտենայի եւ լսեի ձեր բանավեճը մի ուրիշ քաղաքացու հետ։ Մի քաղաքացի ուրեմն ասում էր, որ բողոքում էր, թե ինչու հոսանքի լայերը գետնի տակ անցկացված չեն այնպես ինչպես Գերմանիայում։ Հա ճիշտ էր անում, հիմա բայց Երևանում մենք մեծ ծրագիր ենք անում։ Ճիշտ էր ասում։ Բայց վիճելու բան չի, որ այո, անում են։ Վիճելու բան չկա։ Բայց չէ, բայց նկատենք, որ մենք բողոքում ենք, այսինքն բողոքը հասել է տեղ արդեն, որ Բա լավ է։ այսինքն մյուս բոլոր հարցերը լուծվել են։ Չէ, ես ուղղակի ասում եի, որ Չէ, դե տեն չի, լավ է, տեն չի ձևակերպում չի, որ մյուս բոլոր հարցերը լուծվել են։ Ուղղակի դա արդեն շատ կարևոր առաջնահերթություններ արդեն այն սրությունը չունեն եւ հետեւից հարցերը գալիս են առաջ եւ ստանում են տեսանելիություն։ Այդ շատ կարևոր բան է, որովհետեւ այդ շատ կարևոր բան է, որ մարդը ասում է, այս մեր երկրին արդեն չի Գերմանիայում էլ ապրել։ Չէ, շատ ճիշտ բան է, որ մարդը նայում է կաբելին, ասում է, այս մեր երկրին արդեն չի սազում։ Ասենք ինչ որ մի ժամանակ առաջ ինքը չեր ասի, ձեզ տեսնելիք չեր ասի, այս կաբելին չի չեք անում։ Դա շատ մեծ, ես այդ առումով ձեզ հետ համաձայն եմ, որ դա շատ մեծ հաջողություն է, երբ որ մարդը գալիս եւ խոսում է կաբելի մասին։ Բարև ձեզ, ոնց եք։ Եկեղեցուց եք գալիս։ Այո, պարոն Փաշինյան։ Ուրախ եմ, նվիրեմ ձեզ մի հատ։ Անպայման։ Նաեւ այս թխվածքները Շատ մի հատ էլ շնորհակալ ենք, քեզ։ շատ շնորհակալ ենք։ Մի հատ էլ քեզ, այս էլ ձեզ։ Շնորհակալ ենք։ Իհարկե կարելի է եղբայր։ Ձեզ բարի ընտրություններ։ Ձեզ էլ բոլորիս։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարևել ենք։ Բա չեմ նվիրել։ Բարևել եմ ու չենք նվիրել։ Արագ։ Հա, լավ է, լավ է։ Բարև ձեզ։ Բարի ընտրություններ ձեզ։ Բարև ձեզ։ Բարի ընտրություններ բոլորի։ Մեր ընտրությունների ճակատագիրը կախված է ումից։ Մեր ժողովրդից։ Դուք էլ այդ ժողովրդից, այսինքն ձեզնից է կախված։ Սիրով, բարի ընտրություններ։ Հա, օքեյ։ Կանաչով, մենակ կանաչ տակով անցնենք։ Կարին ջան, լավ է։ Լավ։ մենք էլ խանը ջրի սակավություն Արարատի մարզից է, ջրի սակավությունից է։ Մենք հիմա մեր նախընտրական ծրագրում ունենք ջուրը ընդհանրապես Ասեցի, որ աշխարհում ընդհանրապես Չէ, բայց մենք ֆենոմենը կա։ Չէ, մեր ջրի կառավարումը մենք պետք է բացարձակ առաջնահերթությունների շարքում տեղադրենք։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, պարոն Փաշինյան, մենք Հա, եկել ենք, որ մի հարց ունենք։ համեցեք։ Ուրեմն ապրում ենք Ճանապարհից դուրս գան։ Վարդաշենում ենք բնակվում 98 թվականից։ Կանանչապատման ստրեսին է պատկանել, հիմա լուծարվել այդ շենքը, գրեթե 30 տարի բնակվում։ Հետ են հանրակացարան, հա։ 70 Հանրակացան, հա։ Երկու հանրակացարաններից վերև է։ Ընդամենը բնակվում ենք 18 տուն։ Համատիրություն։ Ինչ եք ակնկալում, որ անեն։ Խնդրում ենք, մեզ 23 թվականին պարոն Ավինյանը խոստացավ ունեմ ես ամբողջը։ Գիտեմ, տեղակ են, Որ ընդգրկեն այդ երկու Հիմա տեսեք, մենք այո, մենք հիմա քաղաքաշինության կոմիտեն Երևանի քաղաքապետարանը իրար հետ ծրագիր ենք անում, կառավարությունը, որ տեղի ժողովրդի հարցը լուծեն։ Հա, իրանց շենքերի հարցը ձեզ մոտ է, մերը չէ։ Ձեր այդ վերևի շենքերը Ամենավերևը մուլտերի հանրակացանն է, որը հանգեր է ամբողջը։ վիճակն է։ Ավելի ահավոր Գազպրոմը գազը քաշեց, ամբողջ ցեղը անել լցրել է կենտրոնական փողոցը։ Մեր պարոն Բալայանին շատ գոհ ենք, իրոք մեծատառով մարդ։ Ինչ դիմել ենք
չգիտեմ, մերժում չենք Շատ լավ, ինքը կներկայացնի կնայենք։ Ընդհանուր ծրագիրը Պարոն Բալայան, մենք մուլտերի հանրակացան ենք։ Մենք ուզում ենք, որ ընդգրկեն մուլտերի հանրակացանը որ ժամանակին եկել են բնակվել են գործան աղել, մուլտերի գարաժ աղել։ Մուլտերի ավտոներ աղել, մուլտիկ։ մուլտիկ մեքենաները, որ եղել են։ Որեն սպարկի ապարատով անորացում եկա կոմունիստների ժամանակ։ Հա, քաղաքապետարանը տրամադրել է մայրիկ մեր ծնողներին, բնակիչներին, բնակելի է դա։ Բարև եղբայր, էսա մի վարքյան խոսում։ Ինքը վտարան է։ Միատել էլի եթե։ Բայց քանի որ 68 եւ 66 րոպեը պետքա բնակեցվի, իրանք էլ ընդ 18 տուն են ունենք, ընդհանրապես խնդրում ենք ձեզ։ Բայց խնդրում եք ինչ ան։ Ընդգրկեք մեզ էլ Մենք ուզում ենք, վերաբնակեցրեք։ հա, վերաբնակեցումն է դրա ճանապարհը։ Քաշել ամբողջը Հասկացա։ մենակ տեսնեք։ Ընդհանուր համատեքստում ձեր խնդիրն էլ պետք է լուծենք, որ վերաբնակեցում բառը ճիշտ է, ուրիշ տեղ պետք է առաջարկենք, որ գնանք։ Ամբողջ մեքենաները վթարված։ Պետք է առաջարկենք գնանք ուրիշ տեղ ապրելու, որտեղ դե ապրել հնարավոր չի։ Այո, հնարավոր չի օծերի, կարիճների։ Ձեզ նվիրենք սրանից։ Այդ ու ասեմ դա բարձ հարց չի, որովհետև այստեղ խնդիրը, տեսեք, դուք բարձրացնում եք ձեր հարցը, կողքի շենքի բնակիչը այդ շենքի հարցը, մյուսին իր հարցը, բայց մենք պետք է բանաձև դնենք, որ հանրապետությունում բոլոր նման վթարային շենքերի համար կիրառելի լինի։ Հասկանալի է։ Այսինքն հիմա մենք մտածում ենք կարող է տարբերակներ առաջարկենք, հիմա չասեմ ինչ տարբերակներ, բայց արդեն կոնկրետ քննարկում։ Շնորհակալ եմ ձեզ։ Լավ է, եկես ես։ Շնորհակալ եմ, պարոն քաղաքապետ։ Իրոք մեծատարով բայց գիտեք, մի բան ասեմ, մի բան, ձեր ազգանունը ինչ է։ Յաստոյանը։ Տիկին Յաստոյան, ստե մի նրբություն կա, այն տարբերակները, որ ձեզ պետք է առաջարկենք, դուք էլ մի քիչ ճկունություն պետք է ցուցաբերեք, մի քիչ ընդառաջ պետք է գնանք մեզ էլի, որովհետև նրբություններ կա, որը պետք է հաշվի առնել։ Շնորհակալ եմ։ Շատ Ակնկալում ենք շուտապույտ լուծում իհարկե։ շուտապույտ չասեմ, ասեմ հնարավորինս արագ լուծում։ Կսպասենք։ Աջա։ MPSS Ռուսաստանից անգելա չի հավատում, որ դուք ինձ սրանից եք տվել։ Ասում ը որ դու ես ճարի հախապում ես, ասում ես Փաշինյանա տվել։ Դե հենա ուղիղ եթերում։ Ինչա փեսո անում։ Գևորգ, Գևորգ ջան, մարդը բան ասում, ինչի՞ չես ընկեր հավատում։ տվել է։ Հա նոր տվի, հələ մի հատ տող։ Հիմա նայ Գևորգ։ Խանուն ինչա։ Արման։ Նայ Գևորգ, Մարտունու Զոլակարի բնակիչ Արմանին էս բան ուղիղ եթերում էս քարտեզը շնորհեցի։ Երավ կյանքս չէ։ Հասկականից է, հեյ քայլի։ Ռուսաստանից բան վարչապետ գալու են Ռուսաստանին է գալիս են։ Բա գալիս են ու գալի։ Մեր երեխան պարոն Բարև եղբայր։ Ոնց է։ նախին հարևան ջան, ոնց է։ Լավ, դուք ոնց եք։ Լավ եմ ցավետանը։ Ուրախ եմ։ Երեխին ուզում եք։ Երեխեն, որ բայց երեխուն ուրիշ բաներ ենք տալու։ Մի րոպե Լեոնա, անունը ի՞նչ է մռութես։ Անունը ի՞նչ է։ Ոայ շատ ապրես։ Էս քեզ Լեոնարդ։ Երեխուն մի հատ տուր թխված։ Այ, էս էլ նա ինչ լավ թխված կա։ Շատ ապրես։ Լավ եղեք, եղբայր։ Լավ եք։ Տրանսպորտից էսա իջա։ Հա, ուրախ եմ։ Դե որ տրանսպորտից տեսակ եք։ Պայման, Ո՞ա, բավոր դուք էլ եք իջե բաց եք։ Բայց գիտեմ դուք տրանսպորտ եք սպասում։ Համար է ճիշտ, բայց մարդու համար չէին։ Ես գիտեմ դուք տրանսպորտ եք սպասում, պարզնա դուք ինձ եք սպասում։ Ասում եմ որ դες բարև է։ Ասում Երևանի։ Որ մենք հաղթելու ենք անպայման։ Անպայման։ Եթե չհաղթենք, ուրեմն Երևանի չի լինելու։ Շնորհակալ եմ։ Հաղթելու ենք 100%։ Շնորհակալ եմ ձեր աջակցությանը։ Չմտածեք, ոչ մի բանի մասին։ Դուք էլ չմտածեք, ամեն ինչ լավ է։ Այո։ Ամեն ինչ ոչ թե լավ է, կողմն է։ ամեն ինչ ոչ թե լավ է լինելու, այլ ամեն ինչ լավ է արդեն։ Լավ է արդեն։ Այս շատ կարևոր տարբերություն է։ Իսկ միշտ էլ ինչ որ մի հարց է լինում է, տենց իրավիճակ երբեք բացառվում է, ոչ մի երկրում չկա, որ էլ հարց չկա վերջ։ Կյանք նշանակում կյանք հավաք։ Շնորհակալ ենք, մեր տղայի մոտից են գալիս, նոր գնացել Որ- ծառայության։ ահա։ Արարատում է, հենց նոր Ափսոս Պապիկյանը ստեղ չէր, որ Պապիկյանն էլ լսեր։ Հա, ուրախ ենք, շատ շնորհակալ Իրոք ենք գոհ եք ձեզ, ծառա։ հա, շատ, ամեն ինչով Դեսա շատ ձեզ։ լավ է, շնորհակալ ենք շատ։ Սա էլ ձեզ։ Մենք ձեզ շնորհակալ։ Բարև ձեզ։ Եկեղեցուց եք գալիս։ Այո, ծաղկազարդ։ Ինչ ուխտարել եք ընդունելի լինի։ Ամենալավը։ Հայաստանի քարտեզն է։ Ինչ նպատակ ունեք, կասված կատարի։ Ես, եթե թույլ տաք, ես իմ ձեռքով, հա, շատ լավ։
Սա է ձեզ։ Տատիկն է ինքը։ Ինչ ես կռիվանում տատիկի հետ։ Չի կռվում։ Էս էլ ձեզ տատիկ Տվեք։ բարեկամն է, էս էլ ձեզ գնացի։ Աստված օրհնի ճանապարհը։ Ձեզ մեր բոլորի շնորհակալ եմ շատ։ Հաց սպասեք ձեզ, ստեղ եք աշխատում։ Են բանի են լավ ցեխում եք, որ ես մտա այնտեղ։ Բան չեք, կասեիք այնտեղ նկարվեին։ Էս էլ ձեզ եղբայր։ Լավ է։ Լավ են ձեր գործերը։ Լավ է։ Հարկ Աստծո։ Պան Եղոյան, իսկ այսօր մարդկանց հետ շփումներից ի՞նչ տպավորություններ ստացաք։ Շատ Էլի եկանք ուզում էինք քայլել եւ որտե դուրս եկանք էլի 3 ժամից ավել նույն տեղում մնացինք, երեք նույնը տեղի երեք մալացա Սեբաստիանում գոնե 300 մետր բան արեցինք, շարժվեցինք, հիմա շատ դրական ագին զրուցեցինք Կայարանի մոտ մարդկանց հետ, ընդ որում քանի որ Կայարանից տարբեր ուղղություններով բան Սիմոն մեքենաներ են Միrzան ուր գնաց առաջ։ հա մեքենաներ են գնում այնտեղ մենակ այդտեղի եկեք ժողովուրդ եկեք իրար մենակ այդտեղի բնակիչները չէին ահա այսինքն տարբեր մարզերից էլ կային մարդիկ այդ թաղամասից էլ կային ուղևորներ շատ նորմալ շատ դրական Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ սենց էներգիա ես ստացել եմ եկել 2018 թվին ստեղ շատ կարևոր է հետևյալը ներդաշնակությունը մեր բանի մեր ընկալումների թե ինչա տեղի ունենում եւ ինչ պետքա տեղի ունենա եւ մարդկանց այս ամենակարևոր բանը հեղափոխության կարևոր գրավականներից մեկը որ հեղափոխությունը հնարավոր դարձնեց էս է երբ որ մեր եւ ժողովրդի գնահատականը թե ինչա տեղի ունեն բարև Էդգար ջան լավ է եղբայր լավ թե ինչա տեղի ունենում ինչա տեղի ունեն հա էսա մի վարքա թե ինչա տեղի ունենում եւ ինչ պետքա տեղի ունենա համընկավ երբ որ եկավ այդ բանը այդ ընկալումները իհարկե իրանք որոշակի հեռավորության վրա են ելնում եկավ ներդաշնակվեց այդ պայն հեղափոխությունը տեղի ունեցավ հիմա ասում եմ մենք հիմա պատմաքաղաքական հեղափոխության շեմին ենք եւ ամեն օրը մենք եկեք ուղիղ ասենք ժողովուրդ եկեք ուղիղ ասենք որ մենք մարզերի հետ կապված որտեվ ինչն է պատճառը նաեւ որ վերջին տարիներին մարզերում ավելի Չէ, շփումը գնացել ենք բացում եւ այլն, մարդկանց հետ շփումը ավելի մեծ է եղել մեր, քան Երևանում, մենք Երևանը դեռ չենք զգում։ Բայց մենք հիմա Երևանը զգում ենք եւ մենք հիմա Երևանը զգում ենք նույն կերպ, ինչպես զգում ենք 2018-ին եւ ինձ համար այլևս հարց չկա, որ մայիսին եւ հունիսին պատմաքաղաքական հեղափոխությունը տեղի է ունենալու եւ տեղա հասնելու։ Ընդ որում գիտեք, հիմա գիտեմ շատերը կասեն, էլի իբր բացասական բան է ասում, բայց դրական լույսի ներքոյա փորձուներ կասեն, բայց այդ չարչրկված մեղադրանքը կար նախկիններին պատժելու, թալանացը հետ բերելու։ Այդ նորմալ այդ որ տեսակ չէ, բայց հեշ խոսում կներեք, բայց այդ նորմալ ես այդ մեղադրանքը ընդունում եմ եւ դա նորմալ մեղադրանք է։ Ասում բուրկի գողանա, չէ, մարդ կոնկրետ հենց այդ պահը որ դուք տեսակ եք էլի, ասում հիմա մի բուրկի գողանամ, ինձ անպայման կգան ինչ որ հարցեր։ Հա, որտեղ ինքը որ բուրկի գողացող է, ինքը մաֆիոս չի։ Ստեղ է ամբողջ խնդիրը։ Բուրկի գողացողը մաֆիոս չի, բայց մաֆիոզ այն որ ես ասում եմ մենք պետք է ի վերջո առերեսվենք, որ մենք այդ թվում 8 տարի պայքարում ենք մաֆիայի դեմ։ Եվ այդ մաֆիան ես ասում, 8 տարի է պայքարում եք։ Պայքարում ենք։ Բայց կարևորը որ բա ինչ հանձնված լինենք, մաֆիայի հետ բարիշած լինենք, մաֆիայի հետ սերտաճած լինենք։ Չէ, բացարձակ։ Մենք պայքարում ենք։ Չէ, ուրիշ բան էին ասում, ու ես հիմա եթերում անկեղծ ասեմ, ասում էին պայքարեք ամեն գնով։ Ամեն գնով։
Այդ շատ կարևոր հարց է։ Ոչ, դա հենց ամեն գնովը կվնասի ամեն ինչին։ ճշգրիտ։ Ամեն Դա ամբողջը։ Այո, դա ամբողջը։ Ես մարդը մի քաղաքացի Կասմա Սայաթնովայի խոսքերով ասեմ, ինչ ասեց, մեջբերում արեց, թակավորս արտարդատի, ասում եմ եղբայր, շատ լավ է, Սայաթնովան ասել է, բայց պրոբլեմն եմ նա, որ պրոբլեմը չէ, իրողությունն է նա, որ հիմա կա իշխանությունների փոխզսպման եւ հավասարակշռման մեխանիզմ։ Այն ժամանակ ով որ ղեկավար էր համ դատավոր էր, համ դատախազ էր, բայց հիմա տեն չի, բա մենք ժողովրդավարական պետություն ենք կառուցում։ Եվ մենք առաջինը գնում ենք այդ չվնասելու սկզբունքով։ Բա հիմա մենք ինչ բանով այդ ցանկացած գնով ինչ որ բաներ անենք, հետո գնան եվրոպական բաներով արդարանան ու այս պետության գլխին որ անես այդ բաները արդյունքում կարող է որոշ ժամանակ հետո չլինի հակարդենա որ սկսես անել այդ բաները հանուն լավ բանի ու հետո շարունակես հետո դու շարունակես հրեշին ինչի դեմ պայքարում բայց նույն մարդիկ ասելու են բայց չպիտի անեիք հələ այդ մի կողմ է բամոց կարելի է տենց այդ հələ մի կողմ մարդիկ ինչ կասեն բայց բանը կփչանա էլի դրված նպատակը եւ կլինի նույն կոնտրաստ աշխատը բարև ձեզ լավ եք ամեն գին ասված շատ թանկ է մենք ամեն գին չենք կարող ցույց տալ որովհետեւ ամեն գինը վերջում շատ թանկ է նստելու ավելի թանկ քան բերված հետ բերվածը նույնիսկ ֆինանսական առումով եթե նայենք վերջում կարող է պետության վրա ամեն գին ասված ավելի թանկ նստի քան այդ ամեն գնով հետ բերածը բարև ձեզ լավ եք բայց Եղոյան այն ժամանակ 21 թվականին այդ արդարության զգացում այնքան էր որ չկա ուզում ենք լինի բայց հիմա տեմպից են ուզում ավելի արագ լինի այսինքն էդ էլ է հասել տեղ որ թափանիվա process-ները գնում են բայց ուզում են ավելի արագ լինի արդյունքները այսինքն մարդիկ են տեսնում որ աշխատում է process-ները գնում են նվիրեմ ձեզ սրանցից Այսքեզ լավ եք սպորտով զբաղվում եք դպրոց գնում եք, լավ սովորում եք, շատ ապրեք։ Հոպ, մի րոպե, սենց բաներ էլ ունենք, նա փորձեք թխվածք։ Թեյ չունենք, թեյը ձեզանից, թեյ խմենք։ Սրակալ ենք, եղբայր։ Հետո անորջ ես նրբություն էլ կա, էլի թալան եւ կապված։ Շատերը դա հասկանում են որպես այսպես կոնկրետ այդ կինոների նման, որ գնում են բանկեն, թալանում։ Բարև ձեզ, ողջույն։ Բարև ձեզ, ամեցեք սուրճ։ Չէ, ձեռը պարզի, ահա։ Շնորհակալություն շատ։ Լավ է։ Հա? Գերազանց։ Աղջկան։ Շատ շնորհակալ։ Մի հատ էլ սուրճի չեն գալիս, բայց ձեզ սուրճի համար մի բան էլ տանք։ Շատ շնորհակալ։ Լավ է։ Բարև Մռուտ ջան։ Էս էլ քեզ։ Էլի երեխա կար, որ սպասում է, հա? Չկար։ Երեխա կար, արի եղբայր, տուր, ես քեզ, լավ ես, ինչ անունդ, ապրես ովո ջան, ես է, քո անունը ինչ է, ապրես Նարե ջան, դու որ դասարան ես, լավ ես սովորում, ես սպորտի գնում ես, ինչ սպորտի, շատ ապրես, հա ջան, Ֆրանսիայից խնդրել են միացրել։ Ֆրանսիայից հաճույքով, ուրախ եմ։ Էս էր տունս, պարոն վարչապետ։ Նկարվենք։ Որտեղից եք եղբայր դուք։ Սիրիայից։ Ուրախ ենք շատ։ Բայց արդեն Հայաստանում եք, չէ՞ ապրում։ Տեղավոր 10 տարի է։ Որտեղից եք, որ թաղում եք ապրում։ Գեղանից Արգավանդ։ Որ ասում են որտեղից եք, ասեք Արգավանդից ենք։ Ճիշտ պատասխանը է սա։ Դուք Արգավանդից եք։ Մի հատ նկարվենք։ Նկար, էսա։ Պիկ նկարվենք։ Օրինակ մի բան ձեզ հարցնեմ, էլի որ ինձ հարցնեն դու որտեղից ես, ես ինչ պետք է պատասխանեմ։ Պետք է ասեմ Իջևանից։ Եթե Հայաստանում հարցնեն, արդեն Երևանից
Հաջողություն։ Շնորհակալ եմ։ Դուք քաղաքացիություն ունեք Հայաստանի արդեն։ Այսինքն քվեարկելու եք, կտրելու եք։ Մեր հաջողությունը կախված է ձեր քվեարկությունից։ Բարև եղբայր։ Ոնց ես։ Վայ։ Ինչ անունդ։ Արեք։ Լավ ես Արեկ ջան։ Դպրոց գնում ես։ Այո։ Լավ սովորում ես։ Այո։ Սպորտի գնում ես։ Այո։ Ինչ սպորտի։ Ֆուտբոլի։ Շատ ապրես։ Շատ ապրես։ Ես գիտեմ, որ այս ռեստորանա, չէ, սիրահայեր են շատ ստեղ։ Ես մի քանի անգամ եկել եմ, ստեղ հավի մսից ինչ են պատրաստում, շատ համով բան էր։ Ինձ մի հատ սիրահայ ընկեր ունեի, հրավիրեց ստեղ, ասեց շատ համով բան էր։ Այո, Ժանո ռեստորան։ Այո։ Բայց այդ հավի մսից ինչ են մի հատ ստեղ հայտնի բան էին պատրաստում։ Հավի մսով։ Հա։ Խավ են պատրաստում։ Շատ լավ է։ Շիշ թավ որ գասեն դերևս։ Մենք բանահայեն։ Հայաստանում եք ապրում։ Այո։ Քաղաքացիություն ունեք։ Այո, անշուշտ։ Հայաստանցի եք ուրեմն։ Նոր էդ էի ասում, հետո սկսեցի մտածել, բայց հիմա որ ինձ հարցնեն, որտեղից ես, ինչ եմ պատասխանելու, ասել եմ Երևանից եմ, թե ասել եմ Իջևանից։ Բալան նվիրել ձեզ։ Այո։ Շատ մերսի։ Ում նվիրեմ էլ։ Ուզում եք։ Այ կներեք 1000 ներողություն։ Ձեզ լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Լավ է։ Ուրախ եմ շատ։ Լավ եք դու։ Ես մի անգամ եղել եմ ձեր մոտ, շատ համով է ձեր մոտ ամեն ինչ։ Էս էլ ձեզ ընդհանուր ռեստորանի։ Լավ եք։ Գնանք մի հատ նկարվենք։ Նկարվենք, սպասեք ձեզ քարտեզ նվիրեմ։ Ինձ կտակ սրանից։ Վայ կներես, մոռացա 1000 ներողություն։ Ոչ միայն դրանից, այլև սրանից։ Լավ է։ Where are you from? Jerusalem, Armenia. Armenian from Jerusalem. Jerusalem. Yeah. We love you. Don't you have Armenian citizenship? Not yet. Yeah. I'm married for Armenian woman from here, from Hayastan. Very good. Very good. Thank you. Սայլ ձեզ, լավ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավա ձեր տրամադրությունը։ Ինչի ոչինչ։ Ապրիլի 1-ից թոշակը բարձանում է 1։ Ապրանքն էլ 100 անգամ թանկացել է։ Ինչքան է թանկացել։ Քանի տոկոս է թանկացել։ Ինչքան։ Ես չեմ ասում։ Ինչքան է թանկացել։ Հազար դրամ ավելացրել եք 10,000 Հո բակարակը, հո բակարակը 10,000 դրամ ավելացրել եք։ Նրանք կարեն դենեշանի ժամանակ։ Խուժան թուրքի բաստա քոչարը սպանել տվեց նրան։ Թքեն նրա էս ինչ է սատկում։ Հրուզ բայս է դառնա, հա քոչարյանը։ Վերող կանի։ Սովորել քոչարյանը իմալ։ Նրա մաշինա թուրքի բաստակա նրա։ Նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Շնորհակալ եմ։ Հայաստանի քարտեզն է, Հայաստանի քարտեզն է։ Ես ծանոթ եմ Հայաստանի ամեն ինչի։ Ես էլ եմ ծառայացել եմ։ Որտեղ եք աշխատել Մայրիկ ջան։ Ես աշխատել եմ բանակում 3 տարի 87 տարին գնացել եմ 3 տարի ծառայել եմ, այո, շոր եմ կարել, սրսկել եմ, բուժել եմ, ամեն ինչ արել եմ։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեզնից, ձեր ծառայությունը։ Թոշակները բարձրացեք գոնեք։ Ինչքան եք ստանում։ Հիմա 2 տարի 1000 դրամը կտրել եմ, հիմա 1000 դրամը որն է։ 62800 ստանա, 2 տարի 61800։ Հիմա ապրիլի 1-ից կստանաք 71։ Դե հիմա տեսնենք։ Հետո գիտեք որ դեղ ստանում եք բանից։ Չէ։ Առողջության ապահովագրության շահառու եք դարձել, գիտեք։ Գիտեք, գնում եմ Աստվածտակ ապտեկա չի գնա բան դրի չենք տալի։ Ո՞վ է ասում տենց բան։ Ո՞վ է տենց բան ասել։ Հիմա արդեն պետք է Սկզբից պոլիկլինիկա պիտի գնաք, հետո ապտեկա։ Պոլիկլինիկային բժիշկը չկա, արձակուտ է։ Փոխարինող նվիրեմ ձեզ։ Սնունդն էժան հասել դու, սնունդը։ Դե հիմա տենց չի աշխատում է։ Հիման են չէ որ կոպտորգը որոշում է ասում է, այսօր հացը թող արժենա այսքան, պանիրը այսքան։ Հրամանը պիտի դուք տակ որ ամեն ինչ էժանացնի։ Հեսա գնամ հրաման տամ ամեն ինչը ձրի սարքեն։ Այո, ձրի չէ, բայց թող էժանացնի։ Շատ լավ։ Հանգությունը շատ է։ Չէ, դե գիտենք, եղբայր։ Դե նախ բանը սկսենք նրանից, որ ինֆլյացիան ընդհանրապես
բոլոր զարգացող տնտեսությունների հատկանիշ է։ Այլ բան, որ ինֆլյացիան պետքա, կարևոր բան մոռացա ասեմ, ինֆլյացիան պետքա լինի սահմանված չափով։ Երկրորդը, մենք հիմա թոշակը բարձրացրել ենք եւ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միջին թոշակը ավելի բարձր է, քան սպառողական զամբյուղը։ Բայց մենք հիմա ինչ ենք ասում ենք, որ մենք թոշակը այլևս երբեք թույլ չենք տալու, որ սպառողական զամբյուղից նվազի։ Եթե գնաճ եկավ ամեն տարվա հետնու 2 տարի բանով, որ եկավ տեսանք այնքանա, որ թոշակը պակաս է սպառողական զամբյուղից, մենք դա կբարձրացնենք, որ առնվազն այս նույն վիճակում մնա։ Չպատկերացրեք ինչ եմ անում։ Հələ մենք ասում ենք չենք թողելու, որ վատանա, այդ պահենք, որ չվատանա, ինչքան կկարողանանք լավացնել ավելի լավ։ Կարանք պայմանավորվենք սրա վրա։ Բարև ոնց եք։ Նվիրեմ ձեզ։ Իհարկե, շատ մեծ պատիվ է։ Բայց եկուտեն հաստատ չի պահել։ Բարև եղբայր, լավ ես։ Ոնց։ Լավ ամեն։ Բարև եղբայր։ Ո՞մ։ Էս են ռեստորանն է Սիրահար։ Բա։ Լավ եք։ Էս ինչ առիթ է։ Շատ լավ է։ Հաջան։ Հիշում եմ Կարեն ջան, քեզ գիտեմ։ Լավ եք։ Չես է պատկանացրել տունս, հիմա էլ ձգձգել են 5-6 տարի, ասում են նոր օրենքով։ Ինչ ժառանգություն է։ Չէ, սեփական իմ սարկաստումն է, ինքնական կառույցը։ 21 մինչև 21 թիվն է։ Դե հիմա օրենք էլի ընդունում ենք, որ դատան են, ես մեր իշխանությանը։ Եղբայր, հիմա օրենքը երկարացնում ենք, որ էլի ընդունեցինք, չէ։ Ահա, մինչև դեկտեմբերի 31։ Մինչև դեկտեմբերի 30։ Բոլորին արածը հիմա ընդդիմադիր։ Եղբայր, չէ, էլի։ Հիմա երկարացրել ենք օրենքը։ Բան, Լեոնարդ, երեխեքին թվաց, Լեոնարդ։ Չեն սեփականացնում, ասում են նոր օրը։ Լավ եք սովորում։ Սպորտի գնում եք։ Ես բոքսի եմ գնում։ Ալլահ դե, այդպես էլ ինչ զգացվում է ձեզնից։ Կարեն ջան, պետք է դա ոտի վրա լուծելու հարց չի, եղբայր։ Հիմա երկարացնում Էլեկտրոնային եք դիմել, էլեկտրոնային փոստով դիմել։ Չեմ։ Նոր ենք Սխալ փոստով եք դիմել։ Բայց ես են նույն ռեստորանն եք, հա? Սենց երկար։ Բարև ձեզ։ Լավ եք եղբայր։ Նա նվիրեմ ձեզ սրանից։ Ես ինչ լավ։ Ինչ ես տեն ջղայնացած, ով է պապանան եղացրեք քեզ դեմ աման։ Ես կես, ես վերցրու, իրա ձերքը բանք այս էլ կտաս քույրիկի։ Քույրիկա, չէ, քույրիկա, չէ։ Ես է։ Ասա շնորհակալություն։ Այս էլ քեզ ապրես մռուջ։ Մերսի շատ ապրես։ Իհարկե կարելի է։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի։ Ես էլ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի։ Տեսակ է, որ ասում է այդ ռեստորան բոլոր սեղանները բաներ զբաղված է։ Շոր ջան, բարև ձեզ, ոնց եք։ Լավա տրամադրությունները ձեզ։ Բարև ձեզ։ Ամբողջ քաղաքը ձեր հետևից վազում եմ։ Ինչի՞։ Բայց եթերով գիտեք։ Աղջիկները թաղել, տղաներն իմ հետևից են վազում, ես ձեր հետևից եմ վազում։ Այն մյուսից էլ, Այն բանից թխվածքից։ Լեոնարդ։ Ես ուղարկելու եմ Կանադա ձեր Չէ, մի րոպե, ձեզ պահեք, մի րոպե։ Այդ ձեզ պահեք Կանադային էս կուղարկեք, այդ մեկը ձեզ պահեք, էս էլ ձեզ, թեի հետ։ Մի հատ չհետել եմ ուղարկելու, մի հատ Բաձես։ Հաջան։ Բաձես։ Ինձ ասում է կհերիքա։ Հա, այդ եմ ասում եմ։ Հատը իրան ուղարկեմ։ Խնդրում եմ ձեզ, մի հատ մի վարքան, այս հատ ցույց տակ ու ասեք, որ դուք եք իրան ուղարկում Էրիկա անունը։
ինքը Կանադայում է բնակվում, ձեր Էրիկ ջան, սա հատուկ ձեր համար։ Իհարկե լավ կլներ, որ Հայաստանում լինեք, ստեղ անձամբ ձեզ տայի, բայց ոչինչ, մի օր կգաք, կհանդիպենք։ Լավ է։ Էրիկ ջան, ես քոնն է։ Էրիկ ջան, ես քոնն է։ Հոգաչափ շնորհակալություն։ Լավ է։ Հա, եղբայր, բարև։ Կներեք մեծ հարցով էլի, մայիսի 24-ին դեպք է տեղի ունեցել։ Անցած տարի։ Անցած տարի։ Մայիսի 9-ին ա եղել, ժամը 12:30 մեր բնակարանը գողություն ա եղել։ Մինչև հիմա նորություն չկա, եթե Որտե՞ղ է գործը։ Գործը երևում է, բայց ասում է բաժինը չի զբաղվում է քաղաքային։ Ինչ եք ակնկալում, որ անեն։ Ոչ մի դրական, ոչ մի պատասխան, ոչ մի բան չկա։ Տարի անցել է։ Մի կոորդինատ տվեք, որ զբաղվում։ Ուժողի որոշումը ասեմ, հա։ Քրական գործի համար մի հատ որ ասեք։ Հա, հեսա մի վարքա կներեք։ Հեսա։ Քրական գործի համար։ Համարը Այդ մեմ կատասնը քայնա կամերա 12 չէ 12 մի րոպե Արմեն 12-12-24 քրական գործը քնչական կոմիտեի գործընկերներին խնդրում եմ մի հատ հասկանալ Էրիբունի քնչականում է գործը կներեք էլի ես գրուզավիկի շոֆեր եմ որ կոպեկ հավաքել եմ այդպես ժամը 12-ից ցերեկը մտել են 3 հասկես եկել են բանը մարդ չի եղել դուրը փակա եղել թե փակա եկել բացել են եկարով գնացեն 920,000 դրամ փող ա եղել 210 գրամ է ոսկի ա եղել կարան ոսկին է ցույց տամ ցավում եմ եղբայր հիմա գործընկերներին կխնդրենք որ ավելի շատ Էրեբունի քնչականում է գործը ճիշտ հասկացա շատ մերսի ուղղակի խնդրում եմ էլի քանո վարչապետ ես էլ ձեզ մերսի Արո վարչապետ բան ասեմ վարդենից տղա եմ ես կոչավդ եմ վիվալում ասա մի հատ բան ասեմ 1000 անգամ ներողություն ուրեմն ես պատամոքոսով տղա եմ ես սրա մի հատ բան եմ ասել ներողություն քննրեմ ինչի համար չգիտեմ մենա տեկան մոմենտը մի հատ մտել եմ Խամուկամը բասարտա ցուկան ցաղ եկա վիվալ տղանձ բան ասեմ Ոչ անցած լինի չէ դա մի հատ բան ասեմ ես ներողություն խնդրի չէ 1000 անգամ ներողություն խնդրեմ լավ բան չեմ արել բան չած ես դեմ ջղանոջը կամը ասել բոլորս է ջղայնանում են չէ տարան դեյվալիտ մարդի տարան ցուկանի մա կապ չունի Երբեսոր չէ հեսա մեթոդ հարի չէ դա մերամ սրտի թակավա սրտի մերամ ուրեմն մի հատ բան եմ ասում մի հատ սրա ես քո սրտին մերեմ միացու ամբողջ վարդենիսներ կեզիավ ընտրած Նորը գնացել ենք Վարդենիսում շատ ջերմ հանդիպումներ ենք ունեցել բայց մակինին դու ես կոշխրում չկա քանից լամարդ ոչ եղե ոչ ես ծավի Շնորհակալ եմ միացու պերամը վատի Արդեն միացրած քո սրտին մերեմ քեզ խալորա Կապ չունի մեր նման մորդ ես վարչապետ ես քո սրտին մերեմ քեզ խալորա զանտերը Всё անջատի Գարքին անջատի վերջ Բայց ես պետք է ցույց Ցույց տված է Պարոն Փաշինյան ջան, ձեզ Ստրասբուրգից Տենասիմ քուրի Ես եկել